Կան իսկ եթե քաղաքապետի պաշտոնը զբաղեցնեք, համագործակցությունը կառավարության հետ ինչպես եք պատկերացնում, ամեն դեպքում սուբվենցիան ծրագրերի հարց կա եւ այլն եւ այլն։ Ուրեմն քաղաքի հետ կապված եւ կառավարության հետ կապված յուրաքանչյուր նմանատիպ խնդիրներ համագործակցության բարի դրացիական հարաբերությունները պահելով ես ճիշտ կպահեմ ինձ քաղաքական առումով միանշանակ իրանց հետ չէ, բայց վարչապետը գալիս է Գյումրի, ինձ ասում են, ուրեմն արարողակարգից զանգում են, դիմավորեք, պարոն Ղուկասյան, իրանք գիտեն։ Ես ընդհանրապես ոչ մեկին սենց բան չեմ արել, իմ հորս է չեմ անում, հասկացա, բայց սուբորդինացիան պահելու համար, ուրեմն ինձ կպահեմ ճիշտ։ Եթե հանգարց միած սխալ վերաբերմունք տեսա այդ հարաբերությունների մեջ, ինքն էլ որպես քաղաքի քաղաքապետ, միանշանակ երկրորդ անգամ չեմ գնալու, ձեռս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներն չեմ նայելու, բայց չափը ես միշտ պահել եմ, սուբորդինացիան պահում եմ, եթե իրենց էլ չարկեմ, ատորը կհարկեմ։ Հասկանալի է, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի ատորն է, իրեն իր քաղաքականության միանշանակ չեմ ընդունում, ինչ որ արվել է չեմ ընդունում, բայց քաղաքի հետ կապված, եթե որևիցե մի խնդիր լինի, միանշանակ, ուրեմն իմ քաղաքի խնդիրները խոմ չեմ փագելու տնեմ բան, դա հաջողություն ստեցնում։ Քաղաքի հասանելիքները կբարձրաձայնեմ, եթե չտան, մեծ աղմուկ կհանեմ, կհասնենք մինչև ես չգիտեմ ուր։ Անպայման տեր եմ լինելու քաղաքի եկած գումարներին եւ քաղաքի հասանելիքին։ Եթե զգամ, որ չեն անելու, միանշանակ աղմուկ եմ բարձրացնելու, կարելու եմ ամեն ինչ անելու եմ։ Գիտեք, մի բան ասեմ ձեզ, բերեք այդ հարցերը շատ մի խառնեք իրար, սպասեք հլը ապրենք, կտեսնենք, թե ով ինձ ձևի կպայի, ով այսպես գլուխը կախած կընտունի, ով պարշագատ կնայի երեսին, ով մի բան է խրատ կդա, սենց բաներ մի կարեք, երդասարդեք։ Երկրի հետ կապված դուրս եք գալու, սենց բաներ, դաստիարակչական, ապաշխարական խոսքեր կասի, հավատքից կսովորացնի, որ ապաշխարեն, հավանական ես այդպես կլինեմ, բոլորի նկատմամբ։